Բանացանյան գշարունակենք մեր հաղորդումը հարկելի ունգընթիրներ և ագընթիրներ եթե նոր միացակ մեզի լավ օր հաջելի ժամեր ծեր պոլորին մենք արդու փոխանցած ենք ծեզի որը մասկայինի գետրոնական վարչության գազմագերված Եվրոպայի ուսանողական հավաքին պիտի անդրադառնանք որ դեղի ունեցավ 2-4 մայիսին Վիեննայի մեջ եւ այս արիտով Բանացյանի ստուդիոները մեծ ուրախությամբ կյուրընկալենք ընկերուի Արին Քալուստյանը բարի եկած եք Բարև Ինչպես եք Շնորհակալ ենք դուք ինչպես եք Պարկասը շատ լավ մենք օրին նաև վանացային ներողություն աստագի էջովալ ընթերցեցինք այսպես ընդանուր ներկայացվեցավ թե ինչ էր նպատակը ինչպես անցավ ուր այցելեցին մեզ այսպես ամփոփ կերպով եթե վանացայինի ունգընթիրներուն ներկայացնեք ընկերուի Արին որ այս ուրեմն ծրագրի նպատակը Եվրոպայի ուսանողական հավաքի մասին ամփոփ տեղեկություններ տակ մեր ունեցիրնալ Շատ սիրով նախ շատ շնորհակալ եմ այս առիթին համար որ վանացայինը ստեղծեց մեզի համար ինչպես որ գիտեք համազգային հայ գրթական եւ մշակութային միությունը երիտասարդական բազմատեսակ ծրագիրներ ունի որոնց մեկը Եվրոպայի ուսանողական հավաքն է որ արդեն այս տարի իր 5-ամյակը բոլորեց Եվ այս ծրագիրը սկսած է ծնունդ առնելով համազգայինի ուսանողական հավաք ֆորումի գաղափարեն, երբ որ արդեն այս տարի 30-ամյակը պիտի դոնենք եւ 30 տարի այդ հաջողութենեն յետք մտածեցինք ինչու՞ չէ նաեւ Եվրոպայի մեջ առիթը ստեղծենք, նպատակը հետեւյալն է՝ հայ երիտասարդներ քովքովի բերել Եվրոպայի դարածքին այս բարակային եւ երիտասարդները նախ իրարու հետ ծանոթանան, այսինքն համազգային այն փեմը, ուր կհամախմբե երիտասարդները իրարու հետ ծանոթանալ, հայկական մշակույթին հետ ծանոթանալ եւ առնչվել իրարու նախ դժվարությունները գիտնալ եւ այդ վայրին մեջ ուր որ գնենք յուրաքանչյուր տարի կփորձենք եվրոպական այլ քաղաք մնել այդ վայրի մեջ քաղուտի անդամներուն հետ շփվել, գիտեք, Եվրոպայի քաղուտները միջին արևելքի քաղուտներու մեջ չեն։ Չեն նման իր ոչ։ Ուրեմն մենք կփորձենք փոքրիկ միջին արևելքներ ստեղծել, այսինքն այդ հավաքը, այդ հայկական շունչը եւ իրենց միացումը քաղուտի ժողովրդին հետ, այսինքն համայնքին հետ հարաբերություն եւ լուսարցակի դակ առնել այդ քաղուտներուն հայկական կետրոնները Նախ երիտասարդները գծանոթանան, որ մենք այդ քաղուտներու մեջ ինչ կետրոններ ունենք, ինչ գործունեություններ կդանին, որ հոյագապ գործունեություններ են պիտի ասենք, մանավանդ այդ պայմաններու մեջ, գուզենք ադոնք լուսարցակի տակ առնել։ Իսկ Վիեննայի ընդրությունը ինչպես եղավ։ Ուրեմն ինչպես որ գիտեք, եթե պատմականը նայենք, մենք սկիզբը Վենեդիկով սկսանք Իտալիա Եվ հոն, երբ որ Սուրբ Խազար գայցելեինք եւ առաջին տարին նույնիսկ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի մեջ կմնայինք, որ շատ պատմական իսկապես երևույթ էր, ծանոթությունը ստեղծեցինք կաթողիկե համայնքին հետ եւ իրենց թելաթրանքով ասին որ ինչու ոչ կարելի է Վիեննան էլ որտեղ մենք հոն Մխիթարյան մեծ միապանության թանգարանը, քրադարանը, գետրոնը գա եկեղեցին եւ այդ գապերը ստեղծվեցավ բարեփոխտապար գրցանք հաջողցնել Եվ այս տարի այդ մեկը ըրինք, ըրած ենք ուրեմն Վենեդիկ, հետո ըրած ենք նաև Մարսեյ, մեր համազգայինի ջեմարանը հուն է, և այս տարի գրցանք Վիեննայի մեջ հաջողցնել։ Արին հարցումը, ինչ կդարբերի մեր կիցած ֆորումեն այս մեկը, հիմա ասիր, որ դարբեր կաղոտներու մեջ, դարբեր Եվրոպայի կաղոտներու մեջ պիտի ծանոթանանք մեր երիտասարդական գետրոնները վայն, ուրիշ բան մգա, որ նաև գդարբերվի բարս ֆորումեն, որ ամեն տարի մենք ամառները գնենք։ Անգեղծորեն գդարբերի ժամանակի իմաստով, ֆորումը 13-15 օր գլար, բայց այս մեկը շաբաթավերջ մրած ենք, երորյա է, և ընդհանուր առմամբ նպատակը նույնն է հոնալատ գամուրջները ստեղծել, երիտասարդներ իրարու հետ ծանոթանալ, Հայաստանի մեջ մեր պատմական գոթոբներուն, մշակույթին եւ այլն քիչ մը դարբեր է, որովհետեւ հոն հայրենի շունչը գա, հայրենի հողի վրա է ոտքերը։ Այն ադեմ որ Արցախ ունենք, Արցախ կերթայինք, ըսկացական քետնի վրա, անշուշտ որ քիչ մը ավելի դարբեր է ֆորումը, բայց այս մեկը կփորձենք նմանցնել ադոր եւ մենք ստեղծենք փոքրիկ Հայաստանը քոնե այդ 3 օրերում այսինքն մինի վերժնը փոքր դարբերագծով ֆորումի շատ լավ իսկ մասնագետները այսինքն ինչպես կընտրվին ովքեր գրնան լալ եւ ինչպես է խանդավառությունը գարժեքիտնալի որ կհամախմբվին մեկտեղ դարբեր երկիրները եկած երիտասարդներ մանավանդ այս տարուց երիտասարդները շատ ճիշտ ասեմ որ ընդրություն երբեք չկա համասկայնի թռները միշտ բաց են բոլորին համար
Գտիմեն։ Գտիմեն, ուրեմն մենք մեր ընկերային ցանցերով հայտարարությունները գնենք, անշուշտ նամակները գքրենք, հոմենտմեն, հոմի մեր միավորներուն, երիտասարդական գրասենյակներուն, համասկայնի բոլոր մասնաճյուղերուն աշխարհադարած, այդ իմաստով գնենք, բայց ընդհանրապես social media-ով ծանոթությունները գնենք եւ արձանագրությունը բաց է։ Այսինքն յուրաքանչյուր հայ երիտասարդ եւ նույնիսկ չենք սահմանափակած միայն Եվրոպայի մեջ։ Այսինքն մենք ունեցանք օրինակ այս տարի երկու մասնակից Կանադայեն եկած էին, ունեցած ենք Արցախեն, ունեցած ենք Հայաստանեն, Լիբանանեն, այնպես որ չենք սահմանափակվիր միայն Եվրոպա, բարձրապես դեղը Եվրոպայի մեջ կլա, Եվրոպայի ուսանողներուն համար ավելի թյուրին է, որովհետև վիզայի հարց չկա, երթևեկության դոմսը ավելի աժան է եւ այլն, բայց ազատ են։ Ասեմ նաև որ զուգահեռ մենք Youthlinks-ին Եվրոպայի ուսանողական հավաքին Ամերիկայի տարածքին նաև ունենք Artlinks-ը Հոնալ նույնն է նպատակ, այսինքն համասկայինը յուրաքանչյուր տարի 3 երիտասարդական ցերնարկներ գնե, որ եթե ադոնց գումարը հավաքենք, մոտավորապես 100 երիտասարդ կմասնակցի աշխարհադարած ծրագիրներուն, հոնալ նույնն է Artlinks-ը նորեն շաբաթավերջ մնե հյուսիսային Ամերիկայի մեջ։ Հոնալ արկիվված չէ, որևէ սահմանափակում չկա, ուրեմն յուրաքանչյուր հայ երիտասարդ, որ կփափակի, նույնիսկ հայերեն խոսիլը պայման չէ, մենք ունենք այս տարի երիտասարդը, որ շատ սեր ուներ հայերեն սորվելուն, բայց իր կյանքի ընթացքին արիթը չէ ունեցած, նոր վերջին մեկ տարվա մեջ սկսած է սերը թեպի հայերեն լեզուն եւ այդ կարեւորությունը սկալ սորվիլ եւ այս տարի մասնակցեցավ մեր Youthlinks-ին տասախոսությունները կամ workshop-երը բոլորը թարգմանափար գլան եւ շատ հեզասահ կընթանան, որովհետեւ հավատացեք, այո, օրերը կարճ են, բայց այդ 3 օրվա ընթացքին այնքան կմտերմանան իրարու հետ, պետք է չունենք մենք ասելու, որ այս ինչ մյուսին թարգմանությունը ըրե կամ ավելի բարձրացված ցևով բացադրե, որովհետեւ արդեն իրենք ընկերներ են, արդեն քույր եղբայրներ են եւ հավատացեք շատ հաջելի մթնոլորտ է եւ իրենց ցանկի մեջ ադիգա թրոշմ գծկե։ Վստահ, հիշադակելի օրեր պիտի լան, երբ որ իրենք կհավաքվին տարբեր երկիրների եկած իրենց նման հայրենիներու հետ, չէ, հայ երիտասարդներու հետ։ Լավ, մենք առաջին վկայությունը լսենք, մեզ եթե կարելի է մեկ բզդիկ բան լսեմ, հետո անպայման լսենք, ուրեմն աս երիտասարդներու գողքին նաեւ մենք այլ այսինքն համոզված ենք, որ այդ շատ օգտակար է հայ արվեստագետներ հրավիրել եւ այդ 3 օրերու ընթացքին արվեստագետները մնայուն երիտասարդներու հետ են։ Այսինքն շատ մտերմանան իրար հետ։ Օրինակ մենք հրավիրած ենք Վարդան Պետրոսյան։ Վարդան Պետրոսյանի 3 օր միասին կքնանան, միասին կուտեն, միասին կխմեն։ Այս տարի ունենք Թեդի Մաթյան Լոնդոնեն եւ անշուշտ շատ ուրիշ տասախոսներ, դարիքային որևէ սահմանափակում չկա։ Ունենք երիտասարդ մեր արվեստագետներեն Սերուժ Հովսեփյան։ Ասոնք իրենց համար ավելի աբակային գաբեր կստեղծեն, որովհետեւ վերջի երիտասարդներն ուսանող են, վաղ իրենք պիտի լան մեր ղեկավարություն մասպիտ գազմեն յուրաքանչյուր քաղուտի մեջ եւ իրենք կրնան այդ անձերը որովհետև արդեն մտերիմ են իրենց հետ, գապեր ստեղծել, հրավիրել, տասախոսություններ, արվեստի ցերնարկներ եւ այլն կազմակերպել, կգործեմ ասալ թրական բան մնե։ Վստահաբար եւ աբակային այսպիսով մենք գամուրջներ ստեղծած կլած կլչե, փոքր գամուրջներ միացնում։ Դեսուր ես նույն ասենք փորձառություն ապրած եմ եւ գիտեմ, որ ֆորումը կյանքի ընթացքին հետդ կդանիս, ուզես կամ չուզես, կստեղծվի եւ հետդ կդանիս, որովհետեւ ես մինչեւ այսօր ընկերներ գիտե արինալ, մինչեւ այսօր ընկերներ ունիմ ոչ Լիբանանեն դուրս, որ դակավին գաբերու մեջ ենք եւ գերտանք կուկանք նույնիսկ։ Այ, շատ լավ, լսենք առաջին վկայություն, մեզ ինչ պիտի ասես Ալեքս Փաթանյանի մասին։ Այո, Ալեքս Փաթանյանը ուրեմն Լիբանանեն է, բայց ներկայիս Լիոն Գուսանի, այդ անձը որ կյանքի ընթացքին արիթ չէ ունեցած հայերեն սորվելու, հայերեն խոսելու, եկավ եւ հիմա իր վկայությունն ալմադիկ գրնա քդել եւ սկալ նույնը գփորձեր ամեն ջիկ կներ, որ հայերենով հարցներ հայերենով արտահայտվել, լսենք իրեն։ Շատ լավ։ Ինչու՞ ծանում։ Չգացա։ Ֆիշը գրնալը։ Կներեք ստիրելիներ։ Չանցներ։ Լավ, մինչև շտկե մենք սրուցենք երիարին։ Ուրեմն տասախոսություններու մասին ասիկ եղա։ Ոստեն ռոպեց։ Ոստեն չորն։
լավ, կուզես ուղագի միկրոեն հանենք, Ադալի, դեկադակոցում։ ոչ։ Լավ, ժամանակ չանցնենք, ոսկե անցուր։ Բարև, ես Ալեքսեն, ես Լիբանացի եւ հայ եմ, եւ հայերեն ուսանող եմ, and I will tell you about my experience with Youth Links. For me it was very important. I am a Lebanese-Armenian Lebanese citizen with Armenian origins who didn't speak Armenian, and I wanted to first of all learn the language and learn the culture and be closer to my origins and my roots, and this made me want to first of all do the whole seminary, the whole Hamaskain Youth Links program, and it taught me a lot. Actually, it gave me a big understanding of Armenia, first of all, of the Armenian culture, second of all, and of the language especially. The level I gained with those 3 days only was very important for me, and I also could get closer to my culture with the dance, with the cinema, with the churches, with the Mekhtarian church, with the museum we saw, with everything that we saw. I think it was very fruitful, and I believe it's very important for anyone to get closer to their culture in this way. And so I wish everyone that wants to get closer to Armenia to do the Youth Links program. I very much believe so. Thank you. Ուրեմն սիրելիներ, Ալեքս Պատանյանի վկայությունը լսեցինք, ինչև կբացատրեր ինչպես որքան կարևոր է ինքը իրեն համար ինչպիսի լավ փորձառություն մներ ծանոթանալու իրեն նման երիտասարդներու, որոնք տարբեր երկրներու մեջ կապրին եւ իսկապես գսե որ ինքը մեջը որքան կփապակին հայերենով արդայդվիլ խոսիր եւ վստահաբար սորվեցավ քիչ հայերեն միջև երթա իր երկիրը եւ նաեւ ասի կարծեմ ավելիով խթան պիտի ելա իրեն որովհետեւ իսկապես երթա եւ հայերեն սորվի չէ Ճիշտ, արդեն ինքը գսորվի, սկսած է արդեն մոտ 1 տարի հայերեն գսորվի, բայց դա գավին ժամանակ գարնի, գիտեք հայերեն խոսիլ, ադակ մեկ օրեն մյուսը չլար։ Մենք գիտենք չլար հայերեն խոսի։ Ճուրին լեզու չէ մեր լեզուն, շատ լավ։ Պիտի հարցնեի բդույթներու մասին հիմա մեզի պիտի բացատրեն, այսինքն վկայություն ունենք արդեն բդույթներու մասին, թե ուր այցելեցի, ինչպիսի կարևորություն կներկայացրել։ Գուցե այսպես երիտասարդներու թիմակրված դժվարություններում արդարավերներում։ Վստահ եմ, որ այդ 3 օրվա մեջ նաև ականատես եղաք, որ երբ որ զրույցներ կկատարվին, այսինքն դասախոսները դուրս հոն ավելի հետաքրքրական զրույցներ կլան, չէ՞, երբ որ համադեղ կամ սեղանի շուրջ են կամ այսպես վայրը նստած եկեղեցի մեջ կզրուցեն։ Ինչ նկատեցիք։ Ուրեմն հետաքրքրական է, ասեմ ցեզի, որ այսօր երիտասարդները կգարցեմ այսիկա բոլոր աշխարհի մեջ է հadoop երկրի խաղաղության հadoop չէ, երիտասարդները խոսելու պետք ունին։ Մտի գնող ուզեն, որբեսի նստին եւ այսինքն ընդհանրապես իրենց բաներ պիտի չի թելաթրվի անպայման ցանցրացած են ադգե։ Իրենք կուզեն իրենց ցավերու, իրենց դժվարություններու մասին խոսիլ եւ լսել։ Փաստորեն ասիգա հետաքրքրական հավաք մնե, որովհետեւ դարբեր երիտասարդներ, դարբեր միջավայրեր է եւ բոլորովին անձանոթ իրարու երբ որ գուքան, յուրաքանչյուրը գբերե իր ապրած երկրի, իր ասենք թե ապրած քաղուտի դժվարությունները, մտահոգությունները եւ նկատի ունենալով որ գրեթե մեծամասնությունը եվրոպայեն էին իրենց ասենք ճագերտյալ քանքադը այն էր որ բնագած երկրներում մեջ շատ քիչ հայեր կան եւ դարտղմված են իրարու աշխատանքային ժամերը եւ այլն իրարու տեսնելու առիթներ չունեն ուրեմն հայերու հետ շփվելու առիթը կփնտրեն իրենք եվրոպայի մեջ Նաև ունենք խումբը, որ լիբանանցի ուսանողներ էին, լիբանանեն այսինքն կացած, եւ հոն իրենք նորեն լիբանանի հուշերով գապրին։ Ուրեմն առիթը գուզեն, որ համախմբվին, եւ ասիգա այդ առիթն էր իրենց համար,
յուրաքանչյուրը ունին իրենց դժվարությունները, անշուշտ լեզվականը, Հայաստանի, Արցախի գորուստը եւ այլն բոլորին մտահոգություն ուներ։ Բոլորը այսպես դխուր հոգեվիճակի մեջ էին։ Գսկանք որ դեղ մգուքա որ բոլոր երիտասարդներուն ըլլան հայերեն խոսողը, չխոսողը եւ այլն իրենց մտահոգությունները, իրենց դժվարությունները նույնն են։ Եվ գսեմ նորեն որ մենք փորձեցինք բզդիկ լումայով բանով, այսինքն շատ բզդիկ ներդրումով ստեղծել այդ արիթը եւ ինչպես որ քիչ առաջ Վարդան ասավ, այսիգա իրենց կյանքի ընթացքին պիտի մնա եւ մինչեւ հիմա այսօր իրենք իրարու հետ գապեր ունին եւ իրենք արդեն դժամաթրվին իրարու հետ որ գիտեք Եվրոպայի մեջ շրջակայինը շատ ավելի թյուրին է այսինքն մեկ թրեն առնելով այստեղ են հոնգրնան երթալ նույնիսկ շաբաթավերջիմը եւ այդ գապերը ստեղծվեցավ ադիգա քիչ մը գարցեմ գնվազեցնե իրենց ունեցած մտահոգությունները որովհետեւ արդեն իրարու հետ լալու իրարու քովի դժվարություններ լուծելու հարցը ցևով մը լուծված գլա հունդցանեցիք եւ այո հիմա գտես այո սկսենք ծաղկումին այո շատ լավ ուրեմն Գրիգոր Ագոպյանի մասին մեզ ինչ պիտի ասեք որով հիմա պիտի ներկայացնե մեզի բդույթները թե յուրաքանչյուր օր եւ իրեն համար նախ իր վկայությունը պիտի դա կարեւորության պիտի անդրադառնա եւ մանրամասն մեզի պիտի ներկայացնի յուրաքանչյուր այցելության մասին որովհետեւ այդ ալ կարեւոր փաշինն է թե իրենք ուր գայցել են եւ ինչ կսորվին այդ բդույթի ընթացքին սորվիլ չագերդված է ինչ տեղեկություններ կիմանա այո ուրեմն ասեմ որ Գրիգորը Գերմանիա է եւ ինքը մանրամասը պիտի չի բացադրե Հակոբ Սահակյանն է մանրամասը այո պիտի բացադրե բայց Գրիգորը իր փորձառությունը պիտի պատմե որովհետեւ 7 տարի արդեն ինքը Գերմանիա գտնվի եւ իր ապրած երկրի մեջ բնավ հայ չգա մտահոգությամբ եկավ երբ որ արձանագրվեցավ արդեն անմիջապես նամակ գրեց որ շատ գներեք կրնալալ ես հայերեն չգարենամ արտահայտվին բայց հոն ըսկաց որ չէ հայերենը իր ենթակիդագիցին մեջ է եւ քանի օր բարի լույս բարի գեսորը սելենի հետ արդեն ամեն ինչը ետ եկավ եւ շատ սահուն այսինքն գրծավ հայերեն ալ խոսիլ մտահոգությունները փարադեցավ լսենք վկայությունը ուրեմն Հալո, բարևներ ձեզ հարգարժան Լիբանի վանացան ռադիոգայանի ունգընտիրներ։ Ես Գրիգորն եմ, Գերմանիո, Հեռնե քաղաքեն։ Նախ շնորհակալություն կհայտնեմ, որ ես առիթ ունեցա ձեր հետ բաժնել իմ դպավորություններս Youth Link 2025 ծրագրին մասին, որը տեղի ունեցավ Վիեննա, Ավստրիայի մեջ։ Այս համազգայինի ծրագիրը տեսա առաջին անգամ Instagram-ի վրա եւ անմիջապես հետաքրքրությունս արթնցավ։ Ուզեցի անպայման մասնակցել, որովհետև իմ քաղաքիս մեջ ու որ ներկային կփնագիմ հայ, հայություն եւ հայկական համայնք չկա։ Սա ինձ համար մեծ հնարավորություն մներ։ Հետ 7 տարիներ է դարձյալ հանդիպելու իմ հայրենագիցներուս, վերաբերելու հայ մշակույթը, ուսումնասիրելու եւ ավելի լավ ճանաչելու զանոնց։ Սկիզբը չի մասնակցել են այս ծրագիրին, իսկական մտահոգություն մսկացի իմ մայրենի լեզուս նորեն խոսելու։ Արդյոք պիտի գնամ հայերեն խոսիլ այսքան տարի հետո։ Բայց շատ շուտ հասկացա, որ այդ վախը անդեղի էր։ Շատ կքննադեմ, որ աշխարհի տարբեր զաքերեն հայ երիտասարդները մասնակցեցան, փոխանակեցին իրենց կյանքի փորձառություններն ու գիտելիքները։ Ծրագիրը մեզ բոլորիս ավելի մեր մշակույթի մոտեցուց։ Ինձ համար հատուկ կարևոր էր, որ 7 տարի վերջ դարձյալ առիթ ունեցա հայ լեզվով խոսելու եւ հայոց կյանքին մաս կազմելու։ Այս ծրագիրը ինձ համար կյանքի փորձառություն մներ, որ երբեք պիտի չմոռնամ եւ միշտ պիտի փնտրեմ նման առիթները։ Մենք դա հաստատեցինք աշխարհի շատ տարբեր անկյունների հայ երիտասարդություններուն հետ եւ այս բոլորին համար շնորհակալություն գսեմ համազգայինի գազམ་ագերբության։ 3 անմոռանալի օրեր էին։ Քիչ գնացանք, որովհետև գուզեինք յուրաքանչյուր վարյանները օգտագործել իրարու հետ շփվելու եւ լավ ժամանակ անցնելու համար։ Շնորհակալությունս հայտարարելեն յետք գուզեմ մաղթել բոլորիդ խաղաղություն, բարություն եւ երջանկություն։ Եվ ասել ցտեսություն, auf Wiederhören։
Քերմաների Այո։ Բարևներ ձեզ Հակարժան։ Ուրեմն Գրիգոր Ագոպյաններ սիրելիներ մեր ուրեմն այս բարակային զրուցակից չէ, բայց իր վկայությունը ղրգեց մեզի եւ ինչ հետաքրքրական է, ինչպես կսկաս ուրախությունը ցայնեն արդեն ցայնին մեջ են կսկաս որքան կողմնացած է, որքան ուրախ է, որքան հաջողով հետեված է ամեն ինչի եւ իրավ ինչպիսի փորձառություն մներ իրենց համար եւ այս իմաստով կարծեմ որ համասկայինի մեծ ընտանիքը այդ ջիկը որ գտապե միացնելու երիտասարդությունը գավադան որ տարիներու ընթացքին իր արդյունքը մենք պիտի քաղենք երբ որ երիտասարդները միացած իրարու այս աշխարհի մեջ այս ասենք աշխարհը որ այսքան ամեն մարդ իրարու մոդեցուցած է պետք է ասել որ հիմակվա աշխարհի մեջ որքանով գնահատվի այս նախաձեռնությունը արին անշուշտ հիմակվա աշխարհի մեջ, որովհետև մենք հայաբահբանումը նույնը մնացած է, այսինքն ջիքերը ինչպես որ գիտեք, մենք հիմա մեր հայաստանցի, ասենք, հայրենագիցներն ալ արդեն բավական մեծ թիվ կգազմեն, ասեմ այս բարակային թշփախտապար, որ Հայաստանեն դուրս են, բայց մեր քաղաքներու մեջ, մանավանդ Եվրոպայի քաղաքներու մեջ այդ երկությունը գա եւ արդեն Գրիգորի խոսքերն ալ զգացիկ արևելահայերեն արևմտահայերեն երկու խառնված էր իրարու ասիկա ես թրական առումով պիտի առնեմ որովհետեւ վերջապես կսկանք որ մենք նույնն ենք մենք մեկ ենք մեկ ազգ ենք լեզուները դարբեր են ադիգա հարստության նշան է ոչ թե թերության այո բայց դերմը բոլորս այդ միասին լալը եւ այդ զադողական կամ ասենք անչադողական մտածելակերպեն դուրս ենք այլևս կգարձեմ ասիկա այդ կարևոր հանքրվանն է որ հոն բոլորը գսկանք որ բոլորս այո դարբեր դեղեր են դարբեր տասյարակություն երբեմն նույնիսկ դարբեր խաղապարախոսության հետևող խմբակներ են եկած մարդիկ են բայց դերմը բոլորս նույնն ենք մեզ միացնողը հայրենիքն է վերջի վերջո այո եւ երիտասարդները ունենք նաեւ այն երիտասարդներ որոնք գուզեն աս հանդիպումներեն յետ կամ այս հավաքներեն յետ նաեւ կորձունեություն ծավալեն եւ այդպիսով համասկայնի ասենք պայման չի անպայման համասկայնի շարքերը մտնելով իրենք ինչպես որ իրենք հարմար կտեսնեն բայց մենք այդ արիթը գուտանք իրենց որ մեր գծանոթանան գետրոններուն եւ այլն եւ կսկսին այդ միջոցով իրենց կորձունեությունը առաջ տանել Ցածլավ լսենք այժմ վկայությունը Հակոբ Սահակյանին չէ այո ուրեմն եթե արժանեք ես երկու բառով ասեմ մենք ընդհանուր մեր պատասխանատուն այս ծրագրին այսինքն Youth-Links-ի երիտասարդական հավաքի պատասխանատուն Արա Փարսեղյանն է Վարչկադար Արայինալ այո համասկայնի գետրոնական վարչության ներկայացուցիչը Հասմիկ Շահինյանն էր Փարիզեն եւ Հակոբ Սահակյանը մեր գազམ་ագերբական Վիեննայի ուրեմն ասիգա շատ որտեվ համասկայնի եւ Հոմենտմենի գետրոնական վարչությունները միադեղ որոշում ունին համասկայնի եւ Հոմենտմենի ծրագիրները մանավանդ այն քաղաքներու մեջ որ միայն Հոմենտմեն գկործե կամ միայն համասկային գկործե դերմը միացնել նույնացնել եւ ասիգա ամենեն վար եւ առաջին չսեմ որտեղ ուրիշ տեղեր ալգան նման կորձակցություններ բայց ասիգա ամենեն ակները վսենք կորձակցություններն մեկն էր որովհետեւ Վիեննայի մեջ համասկայինը չունի գառույց գհուսանք որ աբակային պիտի ունենա եւ Հակոբը միևնույն ժամանակ այնտեղի Հոմենտմենի վարչության անդամներն էր եւ մեր նախկին Youth-Links-ական որ Վենետիկ երկու անգամ եկած էր ուրեմն միացավ մեր պատասխանատուական գազմին եւ գազམ་ագերբական աշխատանքը մանավանդ Վիեննայի մեջ ամբողջովին իր ուսերուն ասենք բեռնավորված էին հիմա ինքը ավելի մանրամասնություններ կփոխանցի լսենք Բարևանացայինի սիրելի ունգընտիրներ, ես Հակոբ Սահակյանն եմ, բնիկ Սուրիայեն ծնած Կանշլի քաղաք, վերջին 11 տարիներում բնակություն հաստատած եմ Ավստրիո մեջ, Վիեննա, այժմ Հոմենտմենի Վիեննայի Մեգուսի շրջանի վարչության անդամ եւ ուրախ եմ, որ այս առիթ ունիմ ցեզի հետ խոսելու համասկայնի Եվրոպայի ուսանողական արդեն 5-րդ հավաքին մասին, Youth-Links-ի մասին, որը դեղի ունեցավ երկուքեն 4 մայիս 2025-ին Վիեննայի մեջ։ Որպես Youth-Links-ական լալով 2019-ի հավաքին մասնագիծ Վենետիկի մեջ եւ վերջին 2 տարիներուն արդեն գազམ་ագերբիչ անձնախումբ եմ մաս կազմած, հատուկ սեր ունիմ համասկայնի այս ծրագրին հանդեպ, քանի որ գավադամ այս ծրագիրը քիչ արիտներեն է, որ Եվրոպաբնակ երիտասարդներուն ընձայված է կովկովի գալու եւ մշակույթին ավելի մոդորեն ծանոթանալու։
Ուրեմն պիտի փորձեմ ցեզի ծրագիրը իր խդացված հայդակրով հագիր ցևով ներկայացնել։ Բացումը տեղի ունեցավ մայիսի 2-ին համայնքի մշակութային սրահեն ներս, ուր մասնագետները զանազան աշխատանոցներ ունեցան, ետք այցելեցին Ավստրիո հայրաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, տեսան նաև ապրիլյան եղերնի հիշադակին նվիրված հուշարձանը, որը տեղադրված է եկեղեցվո փագի մեջ, առիթ ունեցան նաև տեսնելու Թուրսը Արմենիա պլաց հրաբարագի մեջ տեղադրված խաչքարը նվիրված էր Հայաստանի մեջ քրիստոնեությունը pedagogan գրոնք հրճակման 1700 ամյակին։ Ետքը պարսացան կոմենտմենի Վիեննայի Մեգուսի շրջանի գետրոն Նահադակ Մոսիկ Սեկլեմյան սրահ, ուր մասնագետները սուրճի և ջաշի տատար ունեցան, հյուրընկալված կոմենտմենի Վիեննայի Մեգուսի շրջանի վարչության կողմ է։ Եվ այստեղ պետք է նշեմ, որ այդ գործակցությունը, որը տեղի ունեցավ կազմակերպիչ հանձնախումբի եւ հոմենտմենի վարչության միջև հոյակապ փորձառություն մներ, հուսանք, որ այս փորձառությունը այլ համայնքներու եւ այլ երկրներու մեջ բարագիչ դառնա եւ այնտեղ, որտեղ համասկային եւ հոմենտմեն գործեն, բազմաթիվ նման ծրագիրներ գործադրվին։ Եվ քանի որ կարելի չէր 3 օրվա ընթացքին ամենտեղ այցելել եւ մասնագետներուն Ավստրիո հարուստ պատմությունն ու մշակույթը ծանոթացնել, ուրեմն առաջին օր աշխատանոցներեն յետք այցելեցինք Time Travel Vienna, ուր մասնագետները արդի միջոցներով ծանոթացան Ավստրիո պատմության եւ մշակույթին։ Երկրորդ օրը աշխատանոցները շարունակվեցան հյուրանոցի սրահի մեջ, որ մեյետք մասնագետները այցելեցին Վիեննայի պատմական քաղաքապետարան եւ առիթ ունեցան անոր ջաշարանի մեջ ջաշելու։ Ջաշեն յետք խումբը այցելեց Ֆրանց Վերֆրի հուշագոտող, որը տեղադրված է Շիլեր հրաբարագի մեջ եւ առիթ ունեցավ հանդիպելու եւ բացատրությունը լսելու հուշագոտողին եւ շարք աշխատանքներու հեղինակ եւ զետեղման նախաձեռնող բարոն Ռազմիկ Թամրազյանին հետ։ Բարոն Թամրազյանը նաեւ հայ ավստրիական մշակութային միության հիմնադիր ղեկավարն է։ Շիլեր հրաբարագեն յետք մասնագետները առիթ ունեցան վայելելու Վիեննայի շքեղությունը եւ քանի ժամ յետք այցելեցինք Վիեննայի պատմական Պրատեր խաղավայրը, ուր գազմագերբիչ հանձնախումբը մասնագետներուն անագնկալն ու պատրաստած էր եւ բոլորը միասին բարձրացան Վիեննայի նշանավոր եւ պատմական կարուսելը։ Խաղավայրեն յետք շարժվեցանք դեպի հունական ջաշարան, ուր ունեցանք մեր հիմնական խրախճանքը, այո, ջաշերը հունական էին, բայց մթնոլորտը զուտ հայկական, եւ քանի որ համասկայնի հավաք մնե եւ խրախճանք բարձ է, որ դաղանտները պիտի չբացակային, մասնագետները հայկական երկերով եւ բարերով ջոխացուցին այդ երեկոն, հատկապես բարերը, որ սորվեցան աշխատանոցներուն տա։ Իսկ վերջին օրը մասնագետներուն առիթը դրվեցավ իրենց ցանկացած եւ սիրած Վիեննայի պատմական բարատներն ու թանգարանները այցելել, որ մե յետք խումբը այցելեց Վիեննայի Մխիթարյան միապանության Բաշխման Սուրբ Աստվածածին եկեղեցին ու գետրոնի մեջ անշուշտ նաև կգտնվին տանկարանն ու գրադարանը եւ վերջին օրը լալով ժամանակը ասած էր հրաժեշտի երդասարտները երեկոյան ժամերուն հավաքվեցան Բելլա Մելանիա ճաշարանի մեջ, ուր նաև ունեցան հրաժեշտի ընտրիկը։ Այս հավաքը համայնքի մեջ հատուկ խանդավառություն ստեղծեց, արձագանքը շատ լավ էր եւ կրնամ վստահեցնել, որ յուրաքանչյուր անձ, որ հատկապես քրեականները, որոնք մասնագետներուն հանդիպեցան, բոլորը կվստահեցնեն, որ ուսանող երիտասարդները բարձր որակի կարողություններով եւ գիտելիքներով պատրաստված երիտասարդներ էին։ Խոսքս վերջացնելով կուզեմ ասել, որ համասկայնի այս հավաքները ոմանց համար հայերեն լեզուն զարգացնելու առիթմն է, ուրիշներուն համար մշակույթին ավելի մոդեն ծանոթանալու կամ մշակույթի գիտելիքները զարգացնելու համար առիթմն է եւ ամենեն կարևորը այստեղ
մեր հարստությունը կտեսնեք, երբ որ հայը հային կով գուկա եւ իրենց երիտասարդ, բայց կարող մասնակցություններ ունենալով դարբեր փորձառություններ կփոխանակեն եւ մեր հարուստ մշակույթին կծանոթանան։ Շնորհակալություն կուզեմ հայտնել նախ ցեզի եւ բոլոր անձերուն, որ օժանդակեցին գազագերբիչ հանձնախումբին եւ բարի օր, բարի շաբաթավերջ բոլոր։ Այո, շնորհակալություն, ուրեմն սելել լսեցինք Հակոբ Սահակյանի վկայությունը, որ նաև պատասխանատուներու խումբի մաս կգազմեր եւ ներկայացուց մեզի յուրաքանչյուր օրվան բդույդը եւ յուրաքանչյուր բդույդի ընթացքին այցելությունները կարևոր վայրեր թե ցանոթանալու հայ մշակույթին եւ նաև թե ցանոթանալու Վիեննայի մեջ մեր ունեցած գառույցներում, մեր հայկական գետրոններուն, բամը որ կգարձեմ իրենց համար, այսինքն ամեն անգամ, ամեն հայ երբ որ դեղը կճամփորդի անպայման գուզե հայկական եկեղեցի մկնել, հուշարձանը կգտնե դեղը անպայման եւ այսպես մենք կմիանանք ընդհանրապես տարբեր քաղաքներով։ Հիմա պետք է ասել, որ 3 օր բայց բավական ջող եւ այսպես ճշտված հայդակիրներ, այցելություններ, այսինքն ոչ մեկ արիտ փախցնելու նպատակով, չէ՞։ Նույնիսկ երբ որ անցրև գուքար, գիտեք, անցրև դա որովհետև մենք փոխադրավ միջոցի բան չունենք մետրոներով եւ այլն գերտային, կփորձեինք ցևով ադիգալ արկել չլա, որովհետև ուրիշ ժամանակ չունենք, եւ ինչպես որ Գրիգորն ալսավ կփորձեինք գիշերներ քիչ քնանալ, որ ժամեր ավելի երկարացկեին։ Ես կուզեի երկու փարովել, եթե կարելի է մեր տասախոսներուն մասին անդրադառնայի։ Ուրեմն Լոնդոնեն հրավիրված էր Թենի Մաթյան, բարարվեստի մեր հայկական բար եւ դարազի ուրեմն մասնակիցներ, շատ լավ ժամանակ անցուցինք եւ այսինքն հարուստ գիտելիքներով բարեր սորվեցան խմբագը։ Այդտեղս հունական ճաշարանի մեջ բարեր ասորմասին ինչ-որ սորվեր էին կորձատրեցին, հայկական դարազներ փերաձեր իր հետը դերյան հիմնարկի կողմէ դրամատրված դարազները հական երիտասարդները մեր ընկերային ցանցերում մեջ բոլոր այս նկարները կան, եթե կփապակին մեր ունգընտիրները կրնան թիդել։ Սերուժ Հովսեփյան, մեր երիտասարդ արվեստագետներ Ֆրանսա, որ ֆիլմ արվեստի մասին էր իր տասախոսությունը, հայկական ֆիլմ արվեստի այսօրվա վիճակը ինչ է, այդիկա ներկայացուց եւ նաեւ ցուցադրեց իր պատրաստած Նահաբետ ֆիլմը։ Շատ հետաքրքրական էր։ Շաղիկ Շադոյանը, որ ներկայացուց առաջին օրը Վիեննայի հայկական քաղուտի պատմությունը, երբ վնես սկսած է եւ ուր հասած է, ինքը այսինքն դեղացիելով ավստրիագապրի Մելանի Քլեջյանը, որ Փարիզեն դժբախտաբար չգրցավ ներկայալ, բայց արցանց փորձեց իր աշխատանոցը ներկայացնել եւ վերջապես Հայրվահանը, երբ որ Մխիթարյան միապանության վանքը կացինք, շատ հարուստ ուրեմն վանական գետրոն մնե քրադարանով, այսինքն թերևս 1 միլիոն քիրք կա գրնակ Երևանայել եւ գարժե իսկապես ով որ Վիեննա գայցել է անպայման, որտեւ ադիգա մեր հայ ժողովրդի հարստությունն է ամեն մեկ վարքյան եթե մորնանք հարանվանական տարբերությունը հարուստներում մեր հարստությունն մենք ինչ արխիվներ ունի Մխիթարյան գետրոն, այսինքն հոյակապ թանգարան եւ քրադարան եւ անշուշտ եկեղեցին, այնպես որ դարձյալ գուզեմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր տասախոսներուն, իմասնավորի Մխիթարյան միապանության, որ այդ առիթը շնորհեցին մեզի եւ գրցանք այդ մեկն ալ իրականացնել։ Շատ լավ արի, շնորհակալություն պիտի հայտնենք բոլոր անձերուն երիտասարդներուն, որոնք պատասխանատվության այդ սենք բաժինը ստանցեցին թե ծրագրավորումի, թե գործադրումի աշխատանքին մեջ։ Բոլորին վարձ կգադար հաջողություն եւ վստահ եմ, որ այսպիսի հանդիպումներ, հավաքներ պիտի շարունակ կազմակերպվին, դա աստված որ պայմանները լավ ըլլան, որովհետեւ երիտասարդները միշտ հավաքվին, անշուշտ ունենալով միշտ համասկայինը իբրև երթիկ իրենց գլխում բերավ, չէ՞։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձ կնալ գատար։ Հաջողություն։ Գինարին Քալուստյանն էր սերներ մեր զրուցակիցը, վկայություններ լսեցինք եւ խոսեցանք ուրեմն համասկայինի գետրոնական վարչության գազագերբած Եվրոպայի ուսանողական հավաքի մասին։ Վարտան գմնաց դեսությունս էլ բարի շաբաթավերջ մաղթենք, Հակոբ շնորհակալություն եւ տեսություն։